Ֆորում ունենք, կարող ենք սկսել, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի падգամավորի նախաձեռնությամբ, падգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ազգային ժողովի արտահայտ նիստ, օրակարգը ձեզ բաժանված է, բայց մինչև օրակարգին անցնելը ասեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած падգամավորի մանդատը հաջորդ տեխնացուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ տեխնացու Լուսինե Ակմակչյանին։ Շնորհավոր ենք տիկին Ակմակչյանին։ Ազգային ժողովի կանոնակարգ կազմը համալրած падգամավորը համաձայն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33 հոդվածի 4-րդ մասի պետք է երթվի։ Տիկին Ակմակչյան, խնդրեմ համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի արչեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական, համերաշխության, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք։ Եվ այսպես հարգելի падգամավորներ, արտահերտ նիստը նախաձեռնող падգամավորները ներկայացրել են ազգային ժողովի արտահերտ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծերի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Նախագծերի վերաբերյալ գլխավոր գրավոր առաջարկներ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը